Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումներն է արել իր ֆեյսբուքյան էջում։ Առաջին գրառմամբ նա նշել է, որ պետությունը, այսինքն իշխանությունը, պատկանում է ժողովրդին եւ եկեղեցին նույնպես պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին, գրել է վարչապետը։ Մեկ այլ գրառմամբ վարչապետը մանրամասնել է իր ասելիքը։ Գարեգին բն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին բն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին բն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեվոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների եւ գործընկերների հետ, նպատակ ունենալով քննարկել բնապահպանական եւ միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության եւ տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին։ Քննարկվել են Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ուղղությունները 2026 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակներում, հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։ Սիսիանում եւ Գորիսում կայացել է կրթվել է նորաձև է շարժման հերթական հանդիպումը։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Կրթության մասին խոսել է, կրթությունը որպես նորաձև երևույթ ընկալելը եւ այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ կրթվելը նորաձև է շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր։ Սիսիանում եւ Գորիսում վարչապետի եւ նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները։ Իմ քայլը հիմնադրամում կարծում եմ պատճառը շարժման նկատմամբ գնալով աճող հետաքրքրությունն է։ Մասնակիցների մոտ հետաքրքրություն է առաջացրել նաեւ վարչապետի տիկնոջ մնացել ենք 5-րդ դարում բանախոսությունը, որի ընթացքում Աննա Հակոբյանը խոսում է այն մտածելակերպի մասին, որը ստիպում է մնալ անցյալում, կրկնելով հին սխալներն ու մոտեցումները, առաջ նայելու եւ ժամանակին համընթաց զարգանալու փոխարեն։ Ես կասեի, որ ոչ միայն մնացել ենք 5-րդ դարում, շարունակում ենք քայլել նույն ճանապարհով, նույն նախանձի ճանապարհով, նույն քննադատողի ճանապարհով, որովհետև այսօր մեր հասարակության մեջ այնպիսի մի կարծրատիպ է որդեգրվել, որ ովքեր որ ավելի շատ չարչարվում են, ում համար որ ավելի շատ ներդրում ես ունենում, այնքան ավելի շատ հակակիրներ ես հավաքում, քան համակիրներ։ Ինչի պատասխան այսօր ստացա հենց այս բեմահարթակից, ինչպես նշեց մեր առաջին տիկինը, այո, երբեմն չեն ներում քեզ քո աշխատանքի, քո նվիրվածության համար։ Այդպիսին է ժամանակներ եւ կարծում եմ, որ այս շարժումը ինչ-որ բան կփոխի մարդկանց հոգեկերտվածքի մեջ։ Մարդկանց մտածելակերպում փոփոխությունների հասնելու նպատակն ունեն նաև վարչապետի երկու բանախոսությունները՝ իմանալ ինչպես եւ իրական Հայաստան խորագրերով, որոնցում ընդգծվում է կրթության եւ գիտելիքի դերը պետության կայունության եւ զարգացման գործում։ Թե բանախոսությունների եւ թե դրանց հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնվում են հարցեր, որոնք վերաբերում են պետության զարգացման հեռանկարներին, սահմանադրական փոփոխությունների հարցում հանրային մասնակցության ապահովմանը, գյուղական դպրոցների տեղափոխմանը եւ այսպես շարունակ։ Եթե նախկինում իմ ժամանակաշրջանում կրթվելը նորաձև չէր, այլ բաներ էր նորաձև, հիմա այո, հիմիկվա սերունդը այդ գաղափարախոսությամբ է առաջնորդվում, կրթվելը նորաձև է։ Այսօր այստեղից գնալու եմ այն գաղափարով, այն նշանաբանով, այն առաքելությամբ, որ պիտի ոչ միայն նայել, այլև տեսնել, խորքային տեսնել եւ քայլել առաջ, առանց հետ նայելու եւ
պայքարել ոչ թե ինչ-որ մարդկանց ցուցադրելու, այլ պայքարել կյանքը փոխելու համար։ Ըստ իս մենք իրապես ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ այո, կրթվելը պետք է լինի նորարար, պետք է լինի նորաձև, պետք է լինի վարակիչ եւ միևնույն ժամանակ այնքան ճկուն, որպեսզի վարակի բոլորին կարողանա դիմակայել բոլորի պահանջմունքներին ու կարիքներին եւ միայն այդ դեպքում է, որ մենք կունենանք ամուր, ուժեղ եւ իրավագիտակից կիրթ հասարակություն։ Կրթվելը նորաձև է շարժումն այս անգամ էլ միավորել է տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդկանց, որոնք հավաքվել են կրթության ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Եվ սա եւս մեկ անգամ Իմ քայլը հիմնադրամին թույլ է տալիս վստահորեն պնդել, որ կրթվելը նորաձև է շարժումը միավորող ուժ ունի։ Ես Հարություն Հարությունյանն եմ, մասնագիտության ֆիզիկ եւ արդեն 50 տարի է կրթության մեջ, ինչ գնացել եմ դպրոց առաջին դասարան եւ մինչեւ օրս գտնվում եմ դպրոցում։ Եվ համոզված եմ, որ կրթությունը բոլոր ժամանակներում եւ բոլոր տարիքների համար անհրաժեշտ պայման է, անհրաժեշտություն է։ Այո, ես համաձայն եմ, յուրաքանչյուր մարդ կրթվելու մեծ պատասխանատվություն պետք է ունենա։ Ես ինքս 25 տարվա մանկավարժ եմ, երևի ամեն օր կարդում եմ։ 19 համայնք, 39 հանդիպում եւ 7618 մասնակից։ Ահա թվային այսպիսի ցուցանիշներ այս ընթացքում գրանցել կրթվելը նորաձև է շարժումը։ Առաջիկայում հանդիպումներ են նախատեսված նաեւ Երևանում, Արտաշատում, Մարալիկում, Աշտարակում եւ Մարտունիում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին եւ 12-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում, իսկ հունիսի 11-ին Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով հունիսի 11-ին ժամը 9-ից մինչև հունիսի 12-ը ժամը 21-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քարահունչ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների Զաքի ընկերության ԱԳԼՃԿ-ի, Սալքար գազ ընկերության ԱԳԼՃԿ-ի, Best Road ընկերության ասֆալտի գործարան, Էլոլա ընկերության կատնամթերքի արտադրություն, Մատ ընկերության հացամթերքի արտադրություն, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 11-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի առաջին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության տելեգրամի ալիքին։ Գազպրոմ Արմենիան նաև տեղեկացնում է։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի ամսին բաժանորդներին մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2025 թվականի հունիսի 9-ից տեղադրված է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։ Բաժանորդները մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերնշված տեղեկատվության բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։